Հայոց լեզուն ունի այբուբեն, այն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, այժմ գիրքդ բացիր ու ինձ լսիր և բոլոր տառերը սովորիր, քանի որ հենց տառերով են կազմում բառեր, անպայման կրկնիր ինձ հետ տառերը, դե ինչ, պատրաստ ես, գնացինք! Լեզվում կան տառեր, 39 ընկերներ, տառերն ունեն անուններ, դառնում են միասին բառեր, ԱՊԿ, ԴԵՍ, ԷԸՑ, ԺԻԼ, ԽՑԿ, ՀՑՂ, ՃՄՅ, ՆՇՎ, ՉՊՃ, ՌՍՎ, ՏՐՑ, ՈՒՓՔ և վերջում սերունդներին փոխանցենք Այբուբենն է մեր հայոց, նրա տառերն են ոսկեզոծ, հնչյուններն են զանազան, ձայնավոր և բաղաձայն ԱՊԿ, ԴԵՍ, ԷԸՑ, ԺԻԼ, ԽՑԿ, ՀՑՂ, ՃՄՅ, ՆՇՎ, ЧՊՃ, ՌՍՎ, ՏՐՑ, ՈՒՓՔ և վերջում սերունդներին փոխանցենք Այբենգի, դայեցա, էաթո, ժեինելյուն, խեցակեն, հոթեղատ, ջեմեին ուժավո, չապեջեր ասևե, դյուրեցո, դյուրում պյուրք է, և մնաց, որ երկեք, և հոֆը Այբենգիմ, դայեցա, էաթո, ժեինելյուն, խեցակեն, հոթեղատ, ջեմենին ուշավո, չապեջեր ասևե, դյուրեցո, վյում պյուրք է, և մնաց, որ երկեք, և հոֆը, և մնաց
տարեր տվեց, տարեր որ կարդում գրենք, հայոց լեզուն սովորենք, տարեր որ կարդում գրենք, հայոց լեզուն սովորենք։ Աշխատեց, այբուբենը հորինեց, 36 գոհարներ, հայոց լեզվին նվիրեց, 36 գոհարներ, հայոց լեզվին նվիրեց։ Գրված այգունով կանանցագինը շատ ճանաչ, այ քեզ զարմակայ բենիկներ մակա գրված։ Այվա վաղ, այվա սոր, այվա սող, օր այսօր, հավաքվել եք սարերով, ասելիք լեբեր կարևոր։ Սակայն մեջ հասակներ ունեմ, կապույտ աշկեր ունեմ զվակ, ուր է գնամ ես կրկի տալ լինեմ, չականում եմ լինես կական բազ։ Իներ շետու մանուկնեմ, որ այ արդեն միշտավքի, որ մանուկ այոտ է դուր սովոր։ Այսօր գայնավ բովատակ կակում, մեկ էան կամբակ, մանացին կանգում, ու քանի դեր կան, ապնում է նրան, մեր միշտ ապրենք ու հայք կմանա։ Համ որ մեկ մնա բազում
ուրախանում է, որովհետև տեսնում եմ, որ հայոց տաղերը շարունակում են ապրել ձեր շուրթերով։ Սիրեք ձեր լեզուն, սիրեք գիրքը և միշտ թվար եղեք, որ կարդում եք հայերեն, սովորեք, մեծացեք, խելացի ու բարի, և թող հայոց տաղերը լուսավորեք ձեր ճանապարհը։
Դուք այսօրվանից կարողանում եք կարդալ հազարավոր գրքերի էջեր։ Թող այդ յուրաքանչյուր գրքի էջ ձեզ սովորեցնի բարություն, ազնվություն և խելացի մտքեր։ Ես հավատում եմ ձեզնից յուրաքանչյուրին։ Դուք մեր վաղվա աչքի ապագա հույսն եք, պատծանքը։ Ձեզ կանաչ ճանապարհ, ինձ փոքրիկ ասպետիկներ, սիրում եմ բոլորին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարուսույց ընկեր Լիանային, անչափ շնորհակալ եմ, շատ յուրահատուկ։ Շնորհակալ եմ մեր տնօրեն ընկեր Խխատյանին, փոխտնօրեն ընկեր Կասպարյանին, անչափ շնորհակալ եմ ամբողջ տնօրենությանը ինձ աջակցելու, ամեն հարցում օգնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի ծնողներին, ամեն հարցում իմ կողքին լինելու համար։ Շնորհակալ եմ, որ կաք, իմ կողքին եք եւ ամեն հարցում ինձ աջակցում եք։ Շնորհակալ եմ բոլորին։ Հարգելի հյուրեր, սիրելի ծնողներ, այսօր թերևս բոլորի սրտերը լցված է ինչպես ուրախությամբ, այնպես էլ լիք հուզմունքով։ Թվում էր, թե երեկ էր, երբ մենք մեր փոքրիկների ձեռքերն ամուր բռնած ուղեկցեցինք նրանց դեպի դպրոց։ Եվ ահա նրանք կանգնած են մեր դիմաց լիք հաղթանակով, այբենարանն ավարտելով։ Սիրելի ուսուցիչներ, մեր հարագիտակ բառարանային գանձատուփից բառերն անգամ քիչ են մեր շնորհակալական խոսքն արտահայտելու ձեր կատարած այս բարդագույն աշխատանքի համար։ Մենք հպարտ ենք ձեզնով, ձեր ջանքերով, մաքուր սրտերով։ Զրնգա միշտ մեր ուսուցիչ, մեր սրտերում որպես զանգ, քո անունը երգ ու հպարտ, հնչի հավերժ Հար Հավիզյան։ Մենք հպարտ ենք ինչով, մեր մեծերով, մեր պատմությամբ, մեր այբուբենով, ինչու՞ չէ նաև մեր հայրենիքով։ Եթե թույլ կտաք, ուզում եմ մի փոքրիկ բանաստեղծություն նվիրել այստեղ ներկա գտնվողներին։ Դուք ծանոթ եք աշնակ գյուղին, ուր ծիրանն է հասնում ջուղին, ուր կտրին չիրն եք հաղթրանում, ուր հոտը սարն է բարձրանում, ուր փեշին տակարագացին, տան կտուրին նստած հացից ձայն են տալիս իրար հերթով և գյուղամեջ գալիս խմբով, աղջիկները կարմիր հագած, տղաները փուշի կապած և զուռնան իր ձայնը խլում, դապի բերից խոսքը հանում, աշնակ գյուղից հյուր է կանչում, շղարշեկին ու աղաղջում։ Կախնախջուրին, դաղթաշենին, իրին ու սասնաշենին, թե հելիք է հնձեք բարեք, եկեք սասնա բարը բարեք։ Բարեց սասունն ու ողջ աշխարը հիացավ, բարեց սասունն ու ողջ աշխարը հասկացավ, ոչ պարզ չէ սա, այլ մի երկի քաչ պատմություն, ուր բարդությունն անգամ ունի հպարտություն, և չի հաղթին ոչինչ այն քաժավրդին, որ այս կանքով ու այս փառքով պարել գիտի, հասկացան և ասին ուր ողջ աշխարհին, հալարեք է սասուն, բարի, դու դեռ երազ ունես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեռ հանելու, բարի, գասպանդը քո ձեռքին է կարոտում, սասնա հողը, հող ու բարք է կարոտում, բարի, մինչև ողջ հայերին դու անբարես, և այս պարը մասից լառան լանջին պարես։ Ես սիրելի առաջին դասարանցիներ, շնորհավորում եմ, այսօր տոն է բոլորիս համար, սիրելի ծնողներ, ձեզ համար, մեզ համար, քանզի մեր երեխաները դարձան տարաճանաչ։ Սիրելի փոքրիկներ, դուք հրաժեշտ տվեցիք ձեր առաջին դասագրքին, բայց բացեցիք մի նոր դուռ դեպի գրքերի, բացահայտումների աշխարհ։ Թող ձեր այդ ճանապարհը լինի խաղաղ ու լուսավոր։ Ասացիք, որ ունեք երազանքներ, ուր այնպես տղան է սիրում, տղան ասաց, որ ունեմ մեծ երազանքներ։ Եղեք համարձակ,
Գնացեք ձեր երազանքների հետևից, սիրեք մեր հայրենիքը, մեր մայրենի լեզուն, կրթվեք, եղեք խելացի, ինքներդ ասացիք, որ դարաճանաչ և խելացի մարդու համար աշխարհում փակ դռներ չկան։ Գնացեք ձեր երազանքների հետևից, և թող Մեսրոպյան սուրբ տարրերը լինեն ձեր ամուր վահանը, իսկ ձեր ստացած գիտելիքը լինի ձեր ամենահզոր զենքը, և ձեր այս ստացած գիտելիքները ծառայեն մեր հայրենիքի հզորացմանը։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի փոքրիկներ, կեցեք շատ լավն եք, ընկեր Ղազարյան ջան, շնորհավորում եմ նաև ձեզ։ Շնորհակալություն եք։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր երեխաների այս գեղեցիկ, այս մեծ ու առաջին հաջողության համար։ Հիմա միասին հանձնենք ձեր բալիկների վկայածները։ Վիկտորիա Գաբրիելյան, Մաման, բոլորի համար փոքրիկ